Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել տնային կալանքը։ Սրբազանը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում այս որոշումը եւ որպես բնակության հասցե նշել է Ազատության հրապարակի վրանը։ Չնայած սահմանափակմանը, դատավորը նրան 7 ժամով թույլատրել է առանց ուղեկցության մեկնել Իջևան։ Այս արտոնությունը տրվել է հունիսի 7-ին կանալիք ընտրություններին մասնակցելու նպատակով։ Սրբազանն արդեն կոչ է արել քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս եւ ընտրել բացառապես հայրենատեր ուժերին։ Ռուսաստանը Հայաստանին կխնդրեր արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում, նշել է Դաշնության նախագահը։ Պուտինի խոսքով ժամանակին հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը պնդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նա կցանկանար, որ ապագայում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի չափանիշները համընկնեն, ձևավորելով միասնական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ, սակայն ներկայում դա անհնարին է։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի հետ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը նախագահ Թրամփին կարգադրում է զերծ պահել ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։ Չնայած պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, թե Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններն ավարտվել են, բանաձևն ընդունվել է 215 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթղթի հաջորդ կանգառը կոնգրեսի վերին պալատն է, Սենատը, որտեղ նույնանման նախագիծ եւս շրջանառվում է։ Երկու պալատների վերջնական որոշումից հետո նախագահը պետք է ստորագրությամբ հաստատի այն, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։ Մարկո Ռուբիոն ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պնդել էր, որ Իրանի դեմ էպիկական ցասում գործողությունն արդեն իսկ ավարտվել է։ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին, իսկ ամերիկյան գործողության նպատակը, ինչպես շեշտել է Ռուբիոն, երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պահանջում է սառեցված ակտիվների կեսի անհապաղ ապասառեցում։ Մեր գործակալությանը տված հարցազրույցում դիվանագետն ընդգծել է, որ միջոցների 50%-ի վերադարձը փոխըմբռնման հուշագրի կայացման նվազագույն պայման է։ Իրանական կողմը շեշտում է, որ խոսքը ոչ թե արևմտյան ֆինանսական օգնության, այլ երկրի սեփական միջոցների մասին է։ Ըստ Ղարիբ Աբադիի, Վաշինգտոնն ապօրինաբար է արգելափակել այս գումարները եւ այլ պետություններին արգելել է դրանք փոխանցել Իրանի տնօրինմանը։ Հանզալա իրանական հաքերային խմբավորումը հայտարարել է իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին։ Ըստ տարածված հաղորդագրության, սպան մահացել է իր անձնական ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից։ Թիրախավորված անձը ենթադրաբար ղեկավարում էր Իրանի դեմ ուղղված ներթափանցման հատուկ ստորաբաժանումը։ Խմբավորումը պնդում է, թե գործողությունն իրականացրել է ամիսներ տևող հետախուզական դիտարկումներից եւ մշտական հետևումից հետո։ Իսրայելական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս միջադեպը կամ որևէ աշխատակցի կորստի փաստը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խիստ քննադատել է Լիբանանի հետ հնարավոր հրադադարի հաստատումը, հայտարարել է, որ նման համաձայնագիրը մեծ սխալ է։ Նա պահանջել է անհապաղ հրավիրել կառավարության նիստ հրադադարի հարցով քվեարկություն անցկացնելու համար եւ շեշտել է, որ զինադադարի կնքումը կոպիտ սխալ է։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ հրադադարը ընդհանրապես պատրանք է, որը առաջ են մղում այն խորհրդականները, ովքեր վարչապետ Բենյամին Նեթանյահուին դրդում են սխալ եւ անհաջող որոշում ներկայացնել։ Ավելի վաղ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտնի էր դարձել, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի հարցում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ պետք է ստանձնի Լիբանանի բանակը, դուրս մղելով ոչ պետական զինված խմբերին։ Ֆրանկֆուրտի օդանավակայանում Լուֆտանսա ավիաընկերության Boeing 787 ինքնաթիռի առջևի հենասարքը կոտրվել է։ Տեխնիկական այս խափանման պատճառով օդանավի քթամասը հպվել է գետնին։ Միջադեպի ժամանակ անձնակազմի մի քանի անդամներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։